Վարչապետը հաղթանակի օրը ոչ մոսկովյան շքերթում, ոչ էլ Երևանի հաղթանակ զբոսայգում անցկացրեց, ինչպես նախորդ տարիներին էր անում։ Սյունիքում քարոզարշավ անցկացնող վարչապետն այսօր Կապանում ծաղիկներ է խոնարհել, հարգանքի տուրք մատուցել, ինչպես գրել է մեր բոլոր նահատակների հիշատեկին։ Նաև տեքստային ուղերձ է հրապարակել, որում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակից բացի անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին։ 2026 թվականի մայիսի 9-ը նշում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում։ Արդեն 2 տարի Հայաստան-Ադրբեջան հրաձգության հետևանքով ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր, մեր սահմանամերձ բնակավայրերը ապրում են հրաձգություններից զերծ միջավայրում։ Սա կարևորագույն ձեռքբերում է, որ մեր երկրի անկախությունից ի վեր առաջին անգամ ունենք։ Նախքան 44-օրյա պատերազմը վարչապետ Փաշինյանը մայիսի 9-ը հիշատակում էր որպես եռատոն հայրենական պատերազմի հաղթանակի օր, Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձ։ «2020 թվականի պատերազմից առաջ իր ղեկավարության տարիներին Փաշինյանը մայիսի տոնն անցկացնում էր Լեռնային Ղարաբաղում, առանձնահատուկ խոսում Շուշիի ազատագրման մասին։ Արդեն 3-րդ տարին մենք միասին այս փառահեղ տոնը նշում ենք Ստեփանակերտում։ 2020-ին այժմ ադրբեջանական բանտում գտնվող Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ առանձնազրույցում լավատեսական խոսքեր էր ասել ու այդ լավատեսությունը կապել հենց Արցախի հետ։ Միասնական եւ ազգային խնդիրն այն է, որ ամեն մայիսի 9-ը Արցախում, Հայաստանում եւ ընդհանրապես հայության շրջանում լինի առավել տոնական, ապագային մեր հայացքը լինի ավելի լավատեսական, այսօրվա մեջ լինենք առավել վստահ եւ ես համոզված եմ, որ այդպես էլ կլինի։ Մայիսի 9-ը Շուշին մեզ առավել մեծ վստահություն են տալիս մեր ուժերի, մեր ապագայի, մեր այսօրվա նկատմամբ։ Եթե պետական մակարդակով այլևս եռատոնի մասին չի հիշատակվում, դա այսօր անում էին ընդդիմադիր գործիչները։ Հիշում եք, այսօրը նաև եռատոն էինք նշում ժամանակին, մեր պապերի հաղթանակի, մեր հայրերի հաղթանակի տոններ, բայց ունենք հիմա այնինչ ունենք։ Ես կարծում եմ, որ մենք պետք է մեր ժողովրդին մոտիվացնենք եւ ոչ թե մեր իշխանությունների պես դեմոտիվացնել։ Դե անդադար մեր ժողովրդին դեմոտիվացվում է, որ մենք ոչ մի բան չենք կարող անել։ Սա այն օրն է, որ ցույց է տալիս, որ մենք կարողացել ենք անել, մեր ազգը կարողացել է անել եւ կարողանալու է էլի անել, էլի հաղթանակներ ունենալ։ Այսօր մեր հզոր ժողովրդի հզոր օրերից մեկն է եռատոն։ Մենք իրավունք չունենք մոռանալ անկախ որևէ բանից մեր պապերի, մեր հայրերի, մեր եղբայրների հերոսությունները։ Նրանք նսեմացնում են մեր պատմության բոլոր հերոսական դրվագները, նրանք նսեմացնում են նաև մեր ինքնությունը։ Ցավոք մենք այսօր նշում ենք այս տոնը Հայաստանի Հանրապետության տարածքում, սակայն տեղյակ եք, որ սա մշտապես եղել է եռատոն։ 2023-ին ու նաև անցած տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայի Կարմիր հրապարակում զորահանդեսի է մասնակցել Բելարուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղստանի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի ղեկավարների հետ։ Военно-музыкального училища имени генерал-лейтенанта Валерия